Նախագծի հովանավոր Մոնտե Մարկետ։ Անի ջան, ես ուր։ Մոնտե Կարլո, Արմեն ջան։ Ես էլ Մոնտե Մարկետ։ Նոր խանութ, նոր Հոլիվուդում, հայկական տեսականի, միրգ բանջարեղեն, թարմ մսամթեր եւ համոց խորոված։ Մոնտե Մարկետ, մաչելի գներ, հաճելի սպասարկում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Երբ հյուր եք միտեղ եւ հանկարծակի ձեզ սպաս են առաջարկում, ապա սպասը միանգամից դառնում է անսպասելի։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարն է 5 շաբթի ժամը 22:30, ինչպես միշտ։ Ուղիղ եթերում մենք սկսում ենք մեր աշխատանքը։ Այսօր լինելու է շատ յուրահատուկ հաղորդում, որովհետեւ մի հրաշալի անձնավորություն այսօր հյուրընկալվել մեզ մոտ իր գործի մեծ վարպետ, այնպես որ ինչ եք անում դուք այս պայն սիրուն պուպուշ նստած դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք էլ սիրուն պուպուշ սկսում ենք մեր հաղորդումը։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին, Armenian Evening նախագծի հովանավորն է Մոնտե Մարկետը, Մոնտե Մարկետ, հայկական տեսականի թարմ մսամթերք, միրգ, բանջարեղեն, խորոված, մի խոսքով հենց մտնում եք Մոնտե Մարկետ, ոնց որ Հայաստանում գտնվեք։ Դրա համար հենց հիմա այցելեք, չէ, հիմա մի այցելեք, հաղորդումը վերջանա, հետո նոր կարող եք այցելել։ Հեռախոսահամարն է 818 855 1188։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palm Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Այստեղ հրաշալի ժամանակ կարող եք անցկացնել, ոչ միայն լիարժեք լավ ժամանակ անցկացնել, այլ նաև օգտակար, որովհետև այստեղ առողջության համար կա շատ հրաշալի մի բան՝ լողավազաններ տաք հանքային ջրով, այսպես։ Լողավազաններ տաք հանքային ջրով, լավ կերակուր, սնուն, բարձրակարգ սպասարկում, այս ամենը Lido Palm Resort and Spa հյուրանոցային համալիր։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Եվ մեր նախագծի գործընկերն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, վերադարձնում լիարժեք կյանքի, այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք նման տիպի խնդիր, ապա անպայման մի հապաղեք դիմեք 911 Detox Center, հեռախոսահամարն է 409 900911 եւ շատ արագ այսօրվա ընդգրկված նորությունները ես հիմա ընթերցեմ եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Շրի Լանկայում վայրի փիղը հարձակվել է ռուս զբոսաշրջիկների մեքենայի վրա, ինչպես պարզվեց հետագայում, փղերը եղել են հարբած եւ չեն գիտակցել թե ինչ են անում։ Ավստրալիայի հեռավոր քաղաքը, որը շուտով կզրկվի իր միակ բժշկից, առաջարկում է մոտ 428,000 ԱՄՆ դոլար աշխատավարձ նոր թեկնածու գրավելու համար։ Իդեպ լսելով այս նորության մասին, այդ միակ բժիշկը ասեց. «Ախպեր կլինի այդ փողը ինձ տակ ես մնամ»։ Այսքանն էին նորությունները սիրելի հեռուստադիտողներ, իսկ ընդամենը մի քանի վայրկյանից սիրով ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է մարդ, ում առանձնապես այսպես ներկայացնելու կարիք չկա, նրան գիտեն բոլորը, նրա երաժշտությունը լսում են բոլորը։ Աշխարհահռչակ հայ ջութակահար,
Յանի խմբի մենակատար Սամվել Երվինյան։ Սամվել ջան, բարի երեկո։ 1000 բարի, Նորմին։ Շատ ուրախ եմ քեզ տեսնել մեր տաղավարում, շնորհակալ եմ հրավերքս չմերժելու համար։ Ես եմ շնորհակալ, նմանապես ես եմ ուրախ։ Շատ լավ։ Սամվել ջան, մենք իհարկե շատ այսօր թեմաների մասին կզրուցենք, կխոսենք, բայց ես ուզում եմ սկսենք մեր իհարկե հաղորդումը շատ կարևոր մի թեմայի մասին, համերգի կայանալիք, որ ընդամենը մի քանի օրից է լինելու, այն է ապրիլի 25-ին Ապրիլի 25-ին սիրելի հեռուստադիտողներ HGB Pasadena-ում HGB համերգային սրահում ապրիլի 25-ին ժամը 7:30 տեղի ունենալու համերգ։ Իսկ ինչ համերգ Սամվելը մեզ հիմա մի քիչ ավելի կմանրամասնի։ Համերգ կմասնակցեն համերգին իմ շատ մտերիմ եւ աղեմի ընկերները եւ իմ նոր ընկերները, բոլորը սուպեր պրոֆեսիոնալներ են, վարպետ Դուդուկահար Ռուբեն Հարությունյանը, իմ անհիշելի ժամանակներից ընկեր, իմ անհիշելի ժամանակներից ընկեր Ալոյան Արմենը, հրաշալի երգիչ։ Եթե չեմ սխալվում ջութակահարներ, չէ՞ նույնպես։ Եվ 3 հոգի երիտասարդ ջութակահարներ Վերին Աշճանի տաղանդավոր Անդրանիկը Գարիկը եւ Դավիթը։ Այո։ Մենք միասին կկատարենք իմ ստեղծագործություններից, որը կարելի ասել, որ պրեմիերա կլինի, որովհետեւ այս ստեղծագործությունը ես մի անգամ ձայնագրության մեջ եմ նվագել 90 երևի 7-8 թվականների չեմ հիշում։ Սամվել Երվինյան եւ ընկերներ, այո։ Այո, Սամվել Երվինյան եւ ընկերներ։ Մեր մայեստրո ֆանտաստիկ երաժիշտ Արմեն Մարտիրոսյանը, մեր լավ ընկեր միստր Ռիքսա Արտուրը երգիչ եւ էլի պատրաստում էր լավ անակնկալ, որի մասին չեմ ուզում խոսել, որպեսզի համերգի ժամանակ իսկական անակնկալ լինի։ Այո, իրոք այս ամենից լսելուց հետո Սամվելի իհարկե բնականաբար մեծ ցանկություն կա անպայման ներկա գտնելու այս հրաշալի համերգին եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել սիրելի հեռուստադիտողներ ապրիլի 25-ին HGB-ի համերգային սրահում Pasadena-ում ժամը երեկոյան 7:30 Սամվել Երվինյան եւ ընկերներ իհարկե բնականաբար Սամվել ջան մեզ հիմա հեռուստադիտողները միանգամից կասեն բա ոնց դիմենք ոնց տոմսերը գնենք տոմսերը գնում եք իհարկե թիքետ մեկետից չէ Եթե չեմ գիտեմ, հա։ Այո, 818 265 0506 անգիր գիտենք բոլորս համար, որովհետև նույնպես պրոֆեսիոնալներ իր գործի մեջ տիկետ մեկետը նույնպես ջեն ողջուներս։ Այնպես որ դե մենք հենց դեռ կզրուցենք իհարկե, կհիշեցնենք մեր հեռուստադիտողներին համերգի մասին, Սամվել ջան, եւ մի քիչ սկսենք հիմա խոսել անցած ուղու մասին, մեծ վարպետ որ իր այսպես գործունեությունը սկսել ջութակից։ Ինչու ջութակ։ Ոչ թե օրինակ դաշնամուր, ինչու, որովհետև դե հիշում ես, մենք մեր այն ժամանակները ավելի շատ ընդունված էր տանում էին դաշնամուր, չէ՞, այդպես է։ Հա, ընդունված էր եւ ես որքան կարգեր տենց ասած, որ տանը նվագող կա չկա, բայց դաշնամուր պետք է լիներ, էլի։ Օրինակ իմ դեպքում ես օրինակ միշտ այդ օրինակը բերում եմ իմ վրա։ Ես նաեւ գիտեմ, որ ջութակի այդ պատմությունը քեզ հետ կապված եղել է պատահական։ Դե պատահական, բայց համը ճակատագիր է եղել։ Հա, այդ եմ ասում, բայց հեն ջութակը, որովհետև մի քիչ մանրամասնես, ինչու է իմ առաջի գործիքը երաժշտական իրականում դաշնամուրն է եղել։ Ես 6 տարեկանում դաշնամուր եմ նվագել, հետո դե մեր տանը երաժիշտ չի եղել, մասնագետ պրոֆեսիոնալ։ Բայց դե իրանք ցանկություն ունեին, որ ես երաժիշտ դառնայի ծնողներս, որովհետև ունեին ինչ-որ երաժշտական տվյալներ, եւ եթե հիշում ես, այդ ժամանակ այդպես բան կար, չէ՞ որ ծանոթ պետք է ունենային երաժշտական դպրոցում, ու չգիտես ինչի, որ դաշնամուրը ասենք շատ ավելի հեշտ գործիքա, քան թե ջութակը, դաշնամուրի բալերը պետք է ավելի շատ բարձր լինեն, քան թե ջութակինը, որովհետեւ դաշնամուր ուզող շատ կա։ Դե մենք որ քանի որ ծանոթ չուներ պապաս այնտեղ այդ դպրոցում, Սպենջարյանի դպրոցի մասին է խոսքս։ Ես դե 3 բան եմ ստուգում, չէ՞, երաժշտական հիշողություն, ռիթմ եւ երաժշտական լսողություն։ Ես 2 հատ 3 ստացա, մի հատ 4։ Դե կամ 2 հատ 4, մի հատ 3։ Հա ու այդ բալերով ինձ տարան ջութակի դասարան, այն ժամանակը սենց օրենք կար, որ մի տարի գնում ես ջութակի, երկրորդ տարի գնում ես դաշնամուրի, բայց նստում ես էլի առաջի դասարան, այսինքն մի տարի կորցնում ես։ Ահա։ Դե հայրս որոշեց, ասեց դե թող գնա ջութակի մի տարի։ Ու ինչ ստացվեց։ Այս պատմությունը էլի եմ պատմել, բայց իմ քանի որ հարցը տվել ես, երևի մի հատ կրկնեմ։ Այո։ Սկզբում ջութակը քեզ դու ձայն չես հանում գործիքից։ Քեզ սովորացնում են բռնել, ձեռքը ոնց պահել, վիզը, արմունկը, մատերը եւ այլն։ Մի 2 շաբաթ գնացի տվյալ դասատուի մոտ, հետո ինձ փոխեցին մի հատ ուրիշ դասատուի մոտ, այս 0-ից սկսեց էլի։
Հետո փոխեցին մի հատ ուրիշ դասատուի Իսկ մոտ։ ինչու փոխեցին։ Չգիտեմ։ Այդ հարցի պատասխանը ես մինչև այսօր չգիտեմ։ Էս էլ 0-ից սկսեց ու արդեն մի երկու ամիս է ես գնում եի ջութակի ու ոչ մի նոտա չէի նվագում այդ գործիքի վրա ու արդեն որ երևի ուզում էին ինձ դուրս շպրտեին այդ դպրոցից ու վերջի կետը երջանկայի շատակ իմ ջութակի ոնց ասեմ ինքն ա եղել որ ես դարել եմ ջութակար պատճառը եթե ինքը չներ կարող է ես ջութակար չդառնայի Արմեն Մինասյան Աստված հոգին լույսերի մեջ պահի հրաշք մարդ էր եւ ֆանտաստիկ մասնագետ էր իհարկե Այսօրվա պես հիշում եմ Պապայիս հետ մտանք իր դասարան, ինքը լսեց իմ տվյալները, ասեց այ մարդ այս երեխուն ով է ուզում ես դպրոցից դուրս հանի, ես իրան վերցնում եմ։ Երկու շաբաթ հետո գնացեց reading concert նվագեցի 5 ստացա։ Այդ օրվանից որոշեցի, որ ջութակար պետք է դառնամ եւ մի օր երևի կլինեի այդ ժամանակ 8 տարեկան։ Ինքը, չգիտեմ, մուսայի վրա էր երևի Հավելյալ ժամով պարապում էր հետս դպրոցում երեկոյան մութ էր որտեղ դες տպավորվել է մոտս էր գիտես մանկական հիշողությունը ինքը ինձ ցույց էր տալի Պագայինի 24 կապրիսներից հատվածներ ու այդ օրը նենց լավ նվագեց որ այդ քաղցր այդ ջութակի ձայնը սենց տպավորվեց ու մինչև հիմա ես այդ ականջիս մեջ է այդ օրվանից ես սիրեցի ջութակը ու որոշեցի որ ջութակար դառնամ Բայց դու սիրեցիր, հա Սամվել ջան, բայց այնուամենայնիվ ծնողները որոշել են որ դաշտամուր բայ հետո ինչ եղավ համաձայնվեցին, Հա, համաձայնվեցին։ Ու ամենահետաքրքիրն էր որ մեր հարևաններն էլ լավ մարդիկ էին շատ։ Ահա հրաշք մարդիկ էին, որ 7 տարի ես այդ մարդկանց գլուխը տարա, մեկը չբողոքեց ու ընդհակառակը, չեմ հիշում 8 կամ 9 տարեկան էի, ռադիոյի որ առաջի անգամ ելույթ ունեցա, մեր ներքևի հարևանուհին ծաղիկներով բարձրացա վերև, ասեց ուրեմն դու իզուր չէիր մեր գլուխը տանում։ Այ շատ լավ է։ Այո, իզուր չէր, եւ ինչը շատ գովելի է, ես առասարակ Սամվել ջան, այդպես իրոք Փառք ու պատիվ քո ծնողներին, որովհետև տեսել են այդ ունակությունը եւ փաստորեն չեն այսպես, հա, թողնել մի կողմ, չեն անտեսել այդ ամենը, այսինքն շատ կարեւոր է։ Աշխարհի չափ շնորհակալ եմ, որտեվ ինձ ուսումի էլ տվեցին, գործիք էլ առան, ինչ որ պետք էր արեցին։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, եթե տեսնում եք հա ձեր երեխայի, ձեր փոքրիկի մոտ կա այդ ունակությունը, կա տաղանդը, անպայման մի անտեսեք եւ իհարկե փորձեք այդ ուղիով թող ինքը անպայման զարգացնի այդ ամենը եւ կդառնա Նույնիսկ եթե երաժիշտ էլ չդառնա, բայց մի քիչ հաղորդումից առաջ մենք մի երկու բառ խոսեցինք այս թեմայով։ Շատ կարեւոր է զարգացման ուղեղի աշխատանքի եւ իր ապագայի համար։ Շատ կարեւոր։ Իհարկե, միանշանակ պետք է գալու, այսպես տենպես, այո, երաժիշտ կդառնա թե ոչ։ Սամվել ջան, իհարկե հետո արդեն երաժշտական դպրոց, ես ուղղակի մի հարց իսկ ինչու երկու կոնսերվատոր, որտեվ եթե ես չեմ սխալվում դու Մոսկվայի Չայկովսկու Չէ, ես Երևանի Չայկ, ես Սպենզայարյանի դպրոցից հետո ավարտել եմ Չայկովսկու դպրոցը Որտեղ Սպենզայարյանը 7 Մոսկվայում Մոսկվայում ես չեմ սովորել։ Մոսկվա չես սովորել, բայց իմ ջութակի դպրոցը, այսինքն Մինասյան Արմենից հետո որ ես գնացի Չայկովսկի Էդվարդ Դայանի մոտ պրոֆեսոր, եւս մի ֆանտաստիկ մասնագետ, ով որ եղել է Դավիթ Օյստրխի լավագույն ուսանողներից մեկը Մոսկվայի։ Այդ դպրոցը գալիս է Մոսկվայից։ Մենակ իմը չէ, օրինակ Արամ Օգանեսովիչը Շամշան ինքն է Մոստրոսի մոտ էր սովորել Մոսկվայում։ Ու Այտենց Էդվարդ Թաթևոսյանը մեր հանճարեղ էլի սովորել էր Կոգանի մոտ էր սովորել կարծեմ, եթե չեմ սխալվում թողների ինձ։ Այնպես որ այդ դպրոցը լավագույն դպրոցն էր աշխարհի։ Ես ուզում եմ էլի մենք առանձնահատուկ ուշադրություն դարձնենք բազմաթիվ իհարկե քո համագործակցություններից առանձնահատուկ նշենք Յանի, հա, հետ կապված, ինչպես ստացվեց այդ ամենը Ethnicity խմբի մասին է, չէ՞ խոսքը գնում, եթե ես չեմ սխալվում Յանի, ճիշտ եմ։ Չէ, Ethnicity ինքը տենց թուր էր դրել ուղղակի, անունը Ethnicity ու տենց էլ Իսկ ոնց ստացվեց Յանի հետ համագործակցում առհասարակ, ինչպես ստացվեց։ Ամեն բանին այս հարցը տալիս Ես ուզում եմ անպայման մենք իմանանք։ Շատ արագ Գևորգյանը իմ շատ մտերիմ հարազատ վաղեմի ընկերն է, պարկեշտ եւ կարգին մարդ, լավ հայ, ֆանտաստիկ երաժիշտ, իրան ներկայացնելու կարիք չկա բացարձակ։ Եվ կար Պեդրո Իուստաչը, որը մեր հետ ֆլեյտա դուդուկ էր նվագում եւ էլի փողային գործիքներ, մինչեւ իմ Պեդրոյի հետ ծանոթանալը կամ Յանի հետ ծանոթանալը
Արայիկն ու Պետրոն իրար հետ համագործակցել էին։ Պետրոն Հայաստանում եղել էր, ես ու Պետրոն որ ծանոթացանք, ասեց Սամվել ջան, մեզ ծանոթացնելու կարիք չկա, որտեվ Արայիկը քո մասին այնքան է պատմել ինձ, ես քեզ արդեն ճանաչում եմ։ Ու այդ ժամանակ Յանին նոր խումբ էր հավաքում, այդ ձևով Արայիկի պրոդյուսերը զանգեցին Սաքոն, որը որ Լոս Անջելեսում էր, ես էլ էի արդեն տեղափոխվել Ամերիկա այդ ժամանակ։ Դրանից հետո անցել է 23 տարի։ 23 տարի հիմա միջ օրս արդեն համագործակցում ենք փոստում։ 23 տարի դա մենք Յանի հետ 52 երկիր ենք գնացել։ Օ։ Շատ երկրներ մի քանի անգամ։ Դժվար չի, այսինքն որոշակի առումով ստեղծագործական կոնֆլիկտներ չեն լինում այս 23 տարվա մեջ, թե լեզու գտնում եք իրար հետ։ Իմ ու իր մեջ բացարձակ ոչ մի կոնֆլիկտ չի եղել, որտեվ կարգին տղա է ինքը առաջի հերթին։ Կարգին տղա է։ Լավ մարդ է, բարի է, հասնող է, իր գործի մեջ սուպեր պրոֆեսիոնալ է։ Սամվել ջան, փաստորեն արդեն նշեցիր 23 տարի 2002 թվականին տեղափոխվեցիր, դե արդեն իսկ ճանաչված Սամվել Երևինյան, արդեն իսկ ճանաչված երաժիշտ, ճանաչված ջութակահար, այդ դժվար չէր այդ տեղափոխումը, ես ի դեպ ուզում եմ գովեստի խոսքեր ասել, որովհետև դու եկար եւ շարունակեցիր քո ուղին մինչ օրս, այսպես, որովհետև ես հիշում եմ 90-ականներին մենք բոլորը Սամվել Երևինյան, հա, եթե ներողամիտ ասեմ բրենդ, այդ բրենդը կա, բրենդը մինչ օրս մնում է անհաղթարելի Սամվել Երևինյան եւ դրանով ամեն ինչ ասված է։ Դժվար չէր այդ փաստորեն 23 տարի հələ մի ետ էլ միջև այդ փաստորեն Հայաստանում այսքան տարի պահել էս ամենը։ Դե իհարկե հեշտ չի, Ահա։ բայց քանի որ մասնագետ ես, այսինքն պրոֆեսիոնալ ես, ուրեմն պետք է պահել։ Թե ոնց, այդ արդեն քո խնդիրն է։ Եվ նաև ուզում եմ ես անպայման դա նշել, չնայած մեր հաղորդման, մինչ մեր հաղորդումը դու ասել որ չեմ ուզում առանձնահատուկ դա նշեմ, բայց նաև որպես երգան, կոմպոզիտոր, որովհետև դու ինքդ գրում ես բազմաթիվ Դե ունեմ որոշ բաներ գրած, Համեստորեն որոշ ստեղծագործություններ մի քիչ առաջ խոսեցինք դրա մասին, մեծ հաջողություն ունեցան, սիրվեցին ժողովրդի կողմից։ Ես առաջի հերթին ջութակահար եմ։ Դե դրանով ամեն ինչ ասվում է։ Հա։ Սամվել ջան, Ես գործիքավորում եմ անում, ստուդիայել Ես գիտեմ, այո, ինքը զայնագրում եմ, հետո էլ այդ ամեն ինչը միքսեր անում, բայց ես իմ առաջին մասնակցությունը դա ջութակահար է։ Այո, դու Լաս Վեգասում ունես քո ստուդիան, որտեղ անում ես գործիքավորում, իսկ գիտես, այստեղ շատ կան երաժշտական դպրոցներ, որտեղ հա կրթում են երեխաներին, երիտասարդներին կրթում են, սովորեցնում են, իսկ քո դեպքում կա այնտեղ Լաս Վեգասում ինչ որ մի երաժշտական, չգիտեմ, դպրոց կամ ինչ որ միտեղ, որ թե այնուամենայնիվ դեռ չես հասնում այդ ամենին։ Դասավանդելու եմ ասում։ Դասավանդել։ Ջան, ես հիմա ժամանակ չունեմ։ Ժամանակ չկա։ Բացարձակ։ Ես իմ տվել եմ դասեր, բայց ստաբիլ ասենք որ դաստան այսքան տարի չէ, չի եղել այդպես բան։ Եղել են ջութակահարներ, որ եկել են 2-3 դաս տվել եմ խտացրած ու շատ էֆեկտիվ, որովհետև Տաշկենտում օրինակ մի երիտասարդ ինձ հանդիպեց 20 տարեկան էր, վերին աշճանի տաղանդավոր, ուզբեկ էր ազգությամբ, ես իրան 15 րոպե դաս տվեցի ընդամենը, որտեղ դրանից ավել չուներ ժամանակ, այն էլ համերգից առաջ բախտը բերեց մեր հանդեսանի կողքը մի հատ առանձին սենյակ կար, ասի մտի չեմ թողելու ձայնագրես, լավ կենտրոնացի, որ աշխատես, հիշես ինչ որ ասելու եմ, ու մի օր առաջ իրան ասեցի, որ դու հարցեր պատրաստի իմ համար։ Տենց մենք ժամանակը ավելի ռացիոնալ կօգտագործենք։ Սաշան էլ ասեց սամ կարամ ներկա լինեմ, ես ուզում եմ հետաքրքիր այնց, որտեվ այդքան ժամանակում ինչ պիտի սովորացնես, ասի արի լսի։ Այս երեխան լացեց մյուս օրը եկան ծնողները շնորհակալություն այդին, ասին ինքը 10 տարում իր դասատների իրան այդքան բան չէին սովորացրել, ինչքան որ 15 րոպեում դու սովորացրիր։ Այդ դեպենց նոր դու ասեցիր մի միտք ծագեց ինձ մոտ, գաղտնիք չէ, որ շատ շատերը երաժիշտներ են, բայց այնուամենայնիվ կրթություն չեն ստացել երաժշտական։ Այ ըստ քեզ պետք է այնուամենայնիվ երաժիշտը թե բավական է հերիք է իր լսողությունը լինի եւ դրանով ինքը թե այնուամենայնիվ պետք է այդ կրթությունը ստանա։ Արմեն ջան, իհարկե կրթությունը ստանալը ճիշտ է եւ լավ է։ Ով ասում որ անգրագիտությունը լավ բան է։ Չէ, հա, բայց ես կարող եմ ասացի պես օրինակ Պակոդելյուսյանի նման թակավոր գիտարիստը նոտա չէր կարդում։ Ու էլի շատ Հարութիկը երջանկահի շատակ, ու էլ կլարնետիստ, ու շատ այնց երաժիշտներ կան, բայց իրանք բազմաժանր երաժշտություն չեն կարող նվագել։ Կլասիկ երաժշտությունը դու չես կարող ականջով մենակ նվագես։ Չի կարելի։ Չի կարելի։ Բեթհովենը ստեղ գրել է, որ կրեսչենդո պետք է արվի 2 տակտ, ուրեմն 2 տակտ պետք է այդտեղ կրեսչենդո արվի։ Եվ դա այո, միայն պետք է Հա, մանավանդ Բեթհովենի մեջ, որը որ իմ կարծիքով ամենախիստ կոմպոզիտորն է,
Մի հատ բան հիշեցի, իր նամակները որ կարդաս, մի հատ sense էպիզոդ կա, ընկերոջը գրում է, դե հիմա չեմ հիշում, Գերմանիայի ես իմ որ քաղաքում լսեցի իմ սիմֆոնիաներից մեկը ու չճանաչեցի, քանի որ իրանք չարեցին օրինակ մի հատ սֆորցանդո, մի հատ կրեշենդո, էլի։ Ու ասում եմ ես չճանաչեցի իմ սիմֆոնիան, պատկերացնում ես, դրա համար Բեթհովեն նվագելը դժվար է շատ, որովհետև պետքա շատ ակադեմիկ ձևով նվագվի ու նվագվի նենց ոնց որ ինքը գրել է, դու քեզանից այնտեղ շատ բան չես կարող անես։ Հետաքրքիր է։ Շատ լավ, Սամվել ջան, դե այսքան տարիների ընթացքում իհարկե, չգիտեմ, որքան մի քիչ առ զրուցում ենք 50-ից ավել երկրներում ես, չէ՞, արդեն եղել համերգներ։ 52 ավել։ Մի քիչ կարող է այսպես տրիվիալ հնչի հարցը այնուամենայնիվ, բայց որոշակի առումով ջութակը եւ քո ձեռքում ջութակը վարպետորեն իհարկե չանհնար է որ անտարբեր թողնի յուրաքանչյուր հանդեսատեսին, բայց այնուամենայնիվ դժվար լինում է որոշակի դահլիճներ, որ այսպես ավելի դժվար է կոնտակտը ստեղծվում։ Միանշանակ, ես դահլիճը չէի ասի պատճառն, ես կասեի տեղը, քաղաքը, աուրան։ Օրինակ տենց քաղաքներ կա, որ իմ համար նվագելը դժվար է։ Բայց ինչու քաղաք։ Լոնդոն, Մոսկվա, Նյու Յորք, Օհո, Մեքսիկո Սիթի, Սան Պաուլո։ Իմիջիալս հեսա գնալու եմ, համ Բուենոս Այրես, համ Սան Պաուլո։ Բայց ինչու, այսինքն ի՞նչն է պատճառը։ Դժվար հարց է Արմեն ջան, ես օրինակ չգիտեմ այդ հարցի պատասխանը։ Երևի այդ քանի որ դրանք մեծ քաղաքներ են, ես որը որ ասեցի, ու էլի կա, հիմա դե լրիվ չեմ հիշում։ Այո։ Երևի այն միտքը, որ իրանք բոլորին լսել են այնտեղ, այդ քեզ խանգարում է։ Օրինակ մենք Լոնդոնում Royal Albert Hall-ում ենք նվագել Յանի հետ, այդտեղ Պավարոցից սկսած Beatles-ներ ով որ գիտեք հայտնի, այդտեղ նվագել են։ Հա, բայց չէ որ այդ հանդիսատեսը գալիս է լսելու, այսինքն գալիս է լսելու, Սամվել Երևինյանին գալիս է լսելու։ Չգիտեմ, միգուցե աուրայից է, միգուցե օրինակ Մեքսիկո Սիթի որ գնում ես շունչդ կտրում է, որտեղ 3000 մետրի վրա է այդ քաղաքը։ Օ։ Իսկ դա ոնց է, այսինքն տվյալ պարագայում նվագում եք, բայց այնուամենայնիվ կոնտակտը չի ստեղծում, սառն է դահլիճը։ Ստեղծում, չէ, կոնտակտը միշտ կա ու պետք է առանց դրա չի լինի։ Այո։ Քո զգացողությունն է ուրիշ բեմի Քո վրա։ զգացողությունը։ Հուզվելուդ չափն է ուրիշ։ Շնչառությանդ արագությունն ու խորությունն է ուրիշ։ Այդ տարբերությունն է, թե չէ ոչ մեկի հետաքրքիր չէ դու 3000 մետրի վրա ես թե ծովի վագերություն ասա, պետք է նվագես վերջացավ։ Դե այնուամենայնիվ ես ուզում եմ դա ամենևին էլ խնդիր չի առաջանա իհարկե մոտորերս ամսի 25-ին ապրիլի։ Չէ, այստեղ լավ է, ծովի վագերությունն Ստե լավ է։ Դրա համար խնդիր չէ, հետո այդ AGB-ու դահլիճը շատ եմ սիրում, որտեղ շատ լավ է հնչում այնտեղ։ Եվ հետո գիտես, հա, ես քեզ հետ համաձայն եմ, ինքը շատ կոմպակտ, շատ Հետո AGB-ին էլ ես շատ եմ սիրում, որտեղ ես վերջի քանի տարին շատ ենք համագործակցում իրար։ Սեպտեմբերին էլ պիտի գնամ Նյու Յորք, իմիջիալոս Բուենոս Այրես ու Սան Պաուլո որ պիտի գնամ, էլի ինձ հրավիրել է մի ֆանտաստիկ անձնավորություն Անտոնիո Սարաֆյանը, իմ ավագ ընկերը, հրաշք մարդ է շատ։ Շատ լավ։ Դե մենք խոսելու ենք իհարկե մոտակա պլանների մասին, ես պարզապես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել սիրելի հեռուստադիտողներ, ապրիլի 25-ին երեկոյան ժամը 7:30 Պասադինա AGB-ի համերգային սրահում Սամվել Երևինյան եւ ընկերներ անպայման բոլոր ներկա գտնվեք եւ Տոմսերի համար դիմեք ticket ձեռք բերեք Տոմսերը, որտեղ հրաշալի համերգ է լինելու, ես նույնպես մեծ հաճույքով դիտելու եմ այդ համերգը։ Սամվել ջան, դե եթե դեմ չես, մենք անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին։ Անցնենք։ Դու երաժիշտ ես, իհարկե գրում ես երաժշտություն, որոշակի առումով երգի բառերի հետ այդքան էլ կապ չունես կարող։ Ես մեղեդին եմ գրում։ Մեղեդին ես գրում։ Բայց մենք հիմա երգի բառեր ենք իրար հետ փորձելու գուշակել, ասեմ։ Ուրեմն մեր երաժիշտների հետ, երգիչ երգչուների հետ մի փոքրիկ խաղ ենք անցկացնում, 3 հատ երգի հատված ենք լսելու։ Մենք ուշադրություն չենք դարձնում ով է երգում, որովհետև բոլոր մեր ես միշտ դա նշում եմ, եւս մեկ անգամ ուզում եմ նշել, բոլոր երգիչ երգչի մեր լավ ընկերներն են, կապ չունի ով է, մենք պարզապես երգի բառերն ենք լսում։ Երգը ընդհատվելու է։ Ես 4 տարբերակ ասել եմ, որից մեկը ճիշտ է, 3-ը սխալ։ Հիմա մենք միասին պետք է փորձենք գուշակել ճիշտ տարբերակը։ Փորձենք, պատրաստ ենք։ Ամեն դեպս ես կարծում եմ, որ վարպետ այստեղ նստած գրում է երաժշտություն իր համար ի՞նչ է բառերը։ Մի անգամից։ Իդեպ հետ փորձել ես, թե երբևէ չես փորձել։ Ես երգ չունեմ գրած, իմ մենակ գործիքա է։ Մենակ գործիքա ունեմ։ Չսը փորձել, այսինքն չսը չի Արմեն ջան, պետք է գա, որ անես, միջև չկա չի։ Գրել երաժշտություն գրել էլ է։ Ես ավելի լավ է դու անեսեն ինչ որ այո, իրոք որ մարդիկ հաճույք են ստանում շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ այս պայն միասին Սամվել Երևինյանի հետ
Անցնում ենք մեր առաջին երկի հատվածը կլսենք, Սամվել ջան, հետո 4 տարբերակը կասեմ։ Լավ։ Խնդրեմ, լսենք առաջին երկի տարբերակը։ Քեզ սիրում եմ, սիրում ու քո սիրով այրում, կարոտում եմ, կարոտում, կանչում եմ քեզ, կանչում, ինչու ես ամաչում ու ինձանից ու փախչում, մի գնա, քո սերան թողից մնա, էլ չեմ դիմանա, ասա որ իմն ես, Ասա որ իմն ես, եւ շարունակությունը։ Ասա որ իմն ես, իմ սրտի կեսն ես, առաջին տարբերակը։ Ասա որ իմն ես, իմ թագուին ես, երկրորդ տարբերակը։ Ասա որ իմն ես, իմ երկրորդ կինն ես, երրորդ տարբերակը։ Եվ չորրորդը, ասա որ իմն ես, իմ հարևանի հարսն ես։ Դե որը հարևանի հարսն էլ որոշակի առումով իհարկե դա ինչ որ մի կերպար է, որը չենք տեսել երբեք, բայց ասում ենք։ Այսինքն 4 տարբերակ, իմ սրտի կեսն ես, իմ թագուին ես, իմ երկրորդ կինն ես, իմ հարևանի հարսն ես։ Ամենածիծաղալուն երրորդն է, բայց ճիշտը երևի առաջինն է։ Իմ սրտի կեսն Այո։ ես, իսկ իմ թագուին ես։ Կարա լինի։ Այսինքն լավ, ծիծաղելն դնենք մի կողմ եւ փորձենք ընտրել իմ սրտի կեսն ես, իմ թագուին ես։ Մի քիչ խոսենք, հա, զրուցենք, եթե դեմ չես։ Ասա որ իմն ես, իմ սրտի կեսն ես, բա այն կեսով է։ Ինքն է։ Իսկ ասա որ իմն ես, իմ թագուին ես։ Ես իհարկե ես չգիտեմ ճիշտ տարբերակը, մենք այսպես իրար միասին քննարկում ենք։ Մեր հեռուստադիտողները արդեն գիտեն երևի ճիշտ տարբերակ, ընտրել են իմ երկրորդ կինն ես, չէ, սիրելի հեռուստադիտող, իմ երկրորդ կինն ես, դա չի դա մեզ։ Երկրորդ կինը չէ, այդքան էլ մի քիչ։ Այո։ Ավելի լավ է երրորդ կինը։ Կամ չորրորդ։ Նայած ինչ սիստեմի մեջ ես ապրի, եթե բազմակնությունա կարա 15-րդ լինի։ Կամ իմ 7-րդ կինն ես, դա խոսում եմ ոչ այսպես մի տղամարդու մասին, շատ արագ փոխում է կին։ Որն ենք ընտրում, իմ սրտի կեսն ես, իմ թագուին ես, որն ենք ընտրում։ Իմ սրտի կեսն ես։ Իմ թագուին ենք չենք ընտրում։ Չէ։ Շատ լավ։ Դե հավանաբար երկու տարբերակ ունենք, եթե պարտվենք առաջինը, այն երկուսը հələ ունենք հնարավորություն հաղթելու։ Իմ սրտի կեսն ես։ Հա։ Ասա որ իմն ես, իմ սրտի կեսն ես, այս տարբերակը ընտրեց Սամվելը, մենք հիմա լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք երկրորդ երկի հատվածին։ Խնդրեմ։ մի գնա, քո սերան թողից մնա, էլ չեմ դիմանա, ասա որ իմն ես, իմ թագուին ես, Ասա որ իմն ես, իմ թագուին ես, այս տարբերակն էր։ Բայց թագուի ասեց։ Այո։ Ես խնդրեմ եւս մեկ անգամ, եթե մի հատ էլ լսենք, որպեսզի լավ լսվի, ամեն դեպս, բայց մենք ընտրեցինք իմ թագուին ես, չէ՞, թե իմ սրտի կեսն, իմ թագուին ես, իմ թագուին ես։ Թագուին ես։ Շատ լավ, 1-0 առայժմ պարտվում ենք։ Ամենապես մոտ էր մի քիչ Չէ, ճշմարիտ մոտ է, իրականությունը։ իհարկե, իմ սրտի կես, իմ թագուին, դա նույն բանն է։ Համարյա, էլի։ Համարյա, բայց ինքն այնպես չի որ հարևանի հարսն է։ Դի հարևանի հարսը ոչ թագուին կարող է լինի, ոչ սրտի կեսը։ Էլ չեմ ասում երկրորդ կինը։ Երկրորդ կանայք հիմա պատկերացնում ես ինչ ատելությամբ նայեցին մեզ։ 1-0 առայժմ պարտվում ենք եւ Սամվել ջան, հիմա խնդրեմ երկրորդ երկի հատվածը միասին լսենք։ Ամեն անգամ երբ ինձ մոտ խոսում են քո մասին, անկախ ինձանից բարկանում է իմ հոգին, ես անվերջ խուսափում եմ քո մասին խոսելուց, որովհետև մոռացել եմ ես քեզ վաղուց։ Թող էլ չասեն ինձ ոչինչ քո մասին, գիտեմ ես արդեն։ Թող էլ չասեն ինձ ոչինչ քո մասին, գիտեմ որ ես արդեն որ գրկում ես ուրիշին, առաջին տարբերակը։ Գիտեմ ես արդեն որ ծեծում ես ուրիշին։ Մինչև այդ իրան է ծեծում։ Մինչև այդ իրան է ծեծում։ Գիտեմ ես արդեն որ սիրում ես ուրիշին, եւ չորրորդ տարբերակը գիտեմ ես արդեն որ մուծվում ես ուրիշին։ Առաջինը որն է։ Գրկում ես ուրիշին։ Ունենք գրկում ես ուրիշին, գրկում ես, ծեծում ես, սիրում ես, մուծվում ես։ Ես առաջարկում եմ ընտրենք մուծվում ես։ Սիրում ես։ Սիրում ես։ Այսինքն երրորդն է, չէ՞։ Հա, թող էլ չասեն ինձ ոչինչ քո մասին, գիտեմ ես արդեն որ սիրում ես ուրիշին։ Իսկ գրկում ես ուրիշին, կարա լինի, բայց թող էլ չասեն, թող էլ չասեն։ Որ չսիրել ոնց է գրկելու։ Երևի երկուսն է նույն բանն է, էլի տենց է դուս գալի։ Չէ, դե կարա գրկի չսիրելով։
Հա։ Դե տենց կանը տենց բանը sense դեմքեր։ Հա, բայց մենք դրանց հետ ինչ։ Մենք դրանց մենք իհարկե մենք մաքուր սիրո մասին ենք խոսում, իհարկե սիրում են, ծեծում են։ Դրանց որ իմ ասածը տրամաբանական է կարծում։ Դրանց տեղ կա որոշակի առումով տրամաբանություն, սիրում են։ Մուծվել է մի քիչ բարոյական։ Մուծվել է վերջում, գիտես ոնց է, սիրում են։ Հետո են մուծվում։ Սիրում են, ծեծում են, հետո մուծվում են, ծեծելու հետևակը մուծվել։ Բապեջ է ծեծել։ Մի հատ հին անեկդոտ հիշեցրի ինձ, ասեմ։ Իհարկե, խնդրեմ։ Հայը մի հատ մարմնավաճառ է բռնում օտար երկրում։ Ուզում են ընդհանուր հայտարարի գան, ասում են, բայց հայկական ձևով պետք է անեն, էլի։ Գործողությունը փորձում, ասում են, բայց հայկական ձևը ո՞րն էր, ասում են, փողը վաղը կտամ։ Մուծվելու հետ է կապված, էլի, հետ համար հետ հիշեցիր, 1900 երեխեքը թո չնայեն։ Այո, գործ չունեք։ Որ սիրում ես ուրիշին, այս տարբերակը ընտրեց Սամվելը, հիմա լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք վերջին երրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Թող են չասեն ինձ ոչինչ քո մասին, գիտեմ ես արդեն, որ սիրում ես ուրիշին։ Այո, որ սիրում ես ուրիշին, մեկ-մեկ, այո, սա հաղթեցինք, բրավո, վարպետը հաղթեց, այտենց։ Մեկ-մեկ, հիմա վերջին երրորդն ենք։ Այսինքն այս երրորդը կտեսնենք, կհաղթենք թե ոչ ընդհանրապես մեր փոքրիկ խաղը։ Եթե հաղթում ենք, այսինքն 2-1 հաղթում ենք։ Լավ։ Խնդրեմ, երրորդ վերջին հատվածը միասին լսենք։ Հիմա կասեմ աշխարհին, դե գնում է հարցը, որ 7 տարի սիրել է իր յարին եւ այլ, հիմա կասեմ աշխարհին, ես իմ յարին գտել եմ։ Հիմա կասեմ աշխարհին, ես իմ յարին առել եմ։ Հիմա կասեմ աշխարհին, ես իմ յարին ճարել եմ։ Եվ 4-րդ տարբերակը, հիմա կասեմ աշխարհին, ես իմ յարին քաշել եմ։ Լոնա էլի սենց քաշում։ Չէ, կարա ուրիշ ձև էլ քաշի։ Լուրջ։ Առաջինը որն է։ Առաջինը գտել եմ, առել եմ, ճարել եմ, քաշել եմ։ Գտել եմ։ Գտել։ Առաջինը։ Արի մի քիչ խոսենք։ Լավ, դնում ենք մի կողմ, մենք այդ քաշը դնում ենք առելն եմ դնում մի կողմ, որովհետև առելը որն է։ Ապրանք չի, էլի։ Հա, էլի, բան չի, ինչ շնորհքությունը։ Գտել եմ, ճարել եմ, մնաց։ Դե գտել եմ ավելի, ճարելն էլ մի քիչ ապրանքի նման է, ես այս բանը ճարեցի։ Չէ, դե հա, բայց 7 տարի կարող է 7 տարի այնքանա փորձե գտնել, որ 7 տարվա մեջ ես ճարեցի վերջը։ Դե 7 տարին էլ ախր ժամանակն էլ հարաբերական է, նայած որ կենթանի ժամանակով պիտի մտածես։ Այն ցամաքային կրիայի համար 7 տարին ինչ է, քանի որ ինքը 250 տարի է ապրում։ Չէ, ստե մարդկային մասին է խոսքը գնում, մարդու մասին է խոսքը։ Դե մարդ կա, որ իրան կրիայի տեղ է դրել, իր մոտորել ժամանակը դեր անցնում։ Առաջինը երևի Գտել եմ։ Ես իհարկե ուզում եմ մի քիչ, բայց կատարբերակը գտել եմ շատ տրամաբանական է, իհարկե, որովհետև 7 տարի սիրել է յարին, գտել է։ Դե 7 տարի ման է եկել, երևի հետո գտել է, էլի։ Տես, գիտես ոնց, ուղղակի արի մի քիչ այս տեսանկյունից նայենք։ 7 տարի ինքը գտել է, այսինքն 7 տարի հետո նոր է հասկացել, որ գտել է։ Որովհետև Չէ, 7 տարի ման է եկել, չի Չէ, գտել։ 7 տարի սիրել է։ 1, 2, 3, 4, 5, 6, 7 նոր գտել է, այսինքն 7 տարի տրամաբանություն չկա մեջ։ Որտեվ 7 տարի ինքը պետքա Հիմա ես սիրել եմ է։ քեզ հասնում, բա լավ, ինչ արել այդ մարդը։ Երևի ճարել է, էլի ինձ թվում է։ Ճարել է։ Երևի ես Չէ, կարծում բայց եթե մինչև այդ չէր ճարել, բա ոնց է սիրել։ Չէ, 7 տարի սիրել է, դրա համար լավ է սիրել, երևի դրա համար է զգացվել, որ ճարել է։ Չէ, նենց է սիրել, որ զգացել է, որ ճարել է, ճարել եմ 7 տարի։ Ընտրում ենք, ճարել եմ տարբերակը։ Ճարել եմ։ Ճարել եմ որոշինք։ Հա, որոշինք ճարել եմ, դե փորձենք ճարել եմ, որտեղ գտելը շատ տրամաբանական, անտրամաբանական է լինում։ Ես չգիտեմ իհարկե ճիշտ տարբերակը, բայց ամենայն դեպս եթե սխալվենք, ամենայն դեպս այսպես սխալմունքը վերցնում եմ ինձ վրա։ Ես իմ յարին ճարել եմ, այս տարբերակը ընտրեց Սամվել Երվինյանը, լսենք ճիշտ տարբերակը եւ արդեն անցնենք առաջ, խնդրեմ։ 7 տարի սիրել եմ, սերս գախնի պահել եմ, 7 տարի սիրել եմ, սերս գախնի պահել եմ, հիմա կասեմ աշխարհի, ես իմ յարին ճարել եմ, հիմա կասեմ Ես իմ
Յարին ճարել Հիմա եմ։ հաղթեցինք թե Այո, պարտվեցինք։ 2-1 հաղթեցինք, որովհետև ես իմ յարին ճարել եմ, դու ընտրել ես իմ յարին ճարել։ Բրավո։ Այ այսպես, շատ լավ։ Սամվել ջան, եւ հիմա կխնդրեմ մի քիչ իհարկե խոսենք այ մոտակա պլանների մասին։ Իհարկե մի քանի բառ զրուցեցինք, համերգի մասին կրկին կանդրադառնանք։ Ես ուզում եմ իդեպ անպայման մենք խոսենք ընդամենը վերջերս դու նոր ես եկել Հայաստանից եւ նույնպես մի հրաշալի համերգային ծրագրով։ Արի մի քիչ պատմենք ինչ համերգային ծրագիր էր տարբեր մարզերով, հա։ Նվագեցի 6 համերգ, ուրեմն 2-ը Երևանում, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, մեկը Գյումրի, Կիրովական, Թբիլիսի եւ Ղափանում։ Հայաստանյան այսպես Շատ լավ անցավ բոլոր համերգները, ես անչափ շնորհակալ եմ իմ ունկնդրին, որ այնտեղ տեղեր կային, որ անմարդկային պայմաններում ենք նվագել, ուղղակի այնքան ցուրտ էր, բայց հերոսի նման նստեցին մինչև վերջ, ծափահարեցին եւ վայելեցին երաժշտությունը գնացին։ Բոլորից անչափ շնորհակալ եմ։ շատ հրաշալի։ Իսկ Իրանք ինձ սիրում են, ես էլ իրանց ավելի շատ եմ։ Միանշանակ։ Եվ փաստորեն Հայաստանից վերադարձրա դե ամսի 25-ին համերգի մասին կխոսենք, իսկ դրանից հետո էլի մի քանի ասեցին արդեն Բուենոս Այրես պետք է մեկնես դա երբ է լինելու մոտավորապես։ Մինչև Բուենոս Այրեսը պետք է գնամ Տորոնտո։ Ամսաթվերը չեմ կարող։ Մի խոսքով այսպես բավականին հագեցած ծրագիր է։ Բուենոս Այրեսից Սան Պաուլո, ընդեղից նոր գամ տուն արդեն, որ պատրաստում մնացած նոր համերգային մի խոսքով հագեցած շատ այսպես համերգային ծրագիր է սպասվում ես Սեպտեմբերին էլ Նյու Յորք պետքա գնամ։ շատ լավ Հələ AGB-ն հրավիրել։ շատ լավ հրաշալ եմ իսկ մի հատ հարց տամ այդ երբ ես հասնում ինչ որ նոր ստեղծագործություն թե հիմա այդ տիպի ժամանակ է չի լինում Արմեն ջան ճիշտ որ ասեմ ես վերջի մի քանի տարին չգիտեմ թե տարիքից է թե հոգնածությունից մուսաս կորել է Վերջի գործը որ գրել եմ երևի մի 3 տարի առաջ եմ գրել այդ եղել։ Օ, ոչինչ, ամեն դեպս դեռ կգրես անպայման սա։ Դե կգա կգրենք, չի գա չենք։ Այո, եւ նվագելու բան շատ կա մեկը։ Այո։ Եվ սիրելի հերոստատիտողներ, հիշեցնենք ամենամոտիկ, ընդամենը մի քանի օրից սպասվող համերգի մասին եւս մեկ անգամ ապրիլի 25-ին AGB-յու Պասադինայում AGB-յու համերգային սրահում երեկոյան ժամը 7:30 Սամվել Երևինյան եւ ընկերներ հրաշալի համերգային ծրագիր կենթանի երաժշտություն այնպես որ պետք է վայելել անպայման եւ ներկա գտնվել եւ Տոմսերի համար իհարկե դիմում եք Ticket.me-ից 818 265 0506 եւ մեր հաղորդման ավարտին Սամվել ջան իհարկե մի փոքրիկ անակնկալ մի փոքրիկ խնդրանք Մեր մոտ հյուրերը, մեր ընկերները, ովքեր գալիս են մեզ մոտ, մենք չենք թողնում հենց այնպես այսպես, որովհետև միշտ մի գեղեցիկ երգ, մի գեղեցիկ երաժշտական կատարում, միշտ խնդրում ենք, որպեսզի վերջում մեր հերոստատիտողներին իհարկե այդ հրաշալի րոպեները վայելեն մեր հերոստատիտողները նույնպես։ Եվ այսօր վարպետ այստեղ գտնվում է իմ կողքին։ Ոնց կարող է չխնդրենք, որ մի փոքրիկ երաժշտական կատարում կենթանի երաժշտությունից հենց այստեղ լսենք։ Մի փոքրիկ Արմեն ջան կկատարեմ, տեխնիկապես չուզեցա Էդոյի նեղություն տայի։ Մենք բարձր միացնենք, բայց շատ լավ։ Դե սիրելի հերոստատիտողներ, խնդրեմ դու պատրաստվի Սամվել ջան։ Ես մինչ Սամվելը կպատրաստվի եւ մեզ կպարգև այդ հաճելի րոպեները ուզում եմ եւս մեկ անգամ նշել մեր նախագծի գործընկերներին, մեր հաղորդման հովանավորներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian նախագծի հովանավորն է Monte Market-ը գտնվում է North Hollywood-ում, Victory Boulevard փողոցում։ Եվ այստեղ հայկական տեսական է, բոլոր ապրանքները հայկական, հենց հայկական, որ տեսնում ենք մեզ մոտ Հայաստանում, այստեղ այդ ամենը կա։ Բացի դրանից շատ թարմ մսամթերք է, թարմ, շատ համով, միրգ բանջարեղենը անպակաս է եւ տեղում պատրաստում են շատ համեղ խորոված, այնպես որ Monte Market հենց գնացեք եւ այս ամենը ականատեսը կլինեք հենց տեղում։ Եվ հեռախոսահամարն է 818 855 1188 զանգահարեք այս համարով, ասեք թող խորովածը պատրաստեն, միջև հասնեք, այնտեղ արդեն սիրուն պուպուշ կպատրաստեն, սոխով ամեն ինչով բանոսում կտանեք։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, այստեղ գալիս են հաճելի լավ ժամանակ են անցկացնում, թե ընտանեկան մթնոլորտ, թե ընտանիքով, թե ընկերներով, կա տաք հանքային ջրով լողավազաններ, որը շատ օգտակար է ձեր օրգանիզմում, որտեղ այստեղ տաք ջուր, հիշում եք մեր հայաստանյան տաք ջուրը, հիմա այստեղ տաք ջուր կա։
պետք չի գնալ Հայաստան, հիմա այստեղ կարող եք այդ տաք ջրից օգտվել, տաք հանքային ջրով։ Այնպես որ այցելեք Lido Palms Resort and Spa եւ հեռախոսահամարն է 760 329 6033 եւ մեր նախագծի գործընկերն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ չգիտեք ինչ անեք, ոնց ձերբազատվեք, ապա 911 Detox Center-ը ձեզ համար է։ Գուցե դուք չունեք այդ խնդիրը, բայց ձեր շրջապատում կան նման մարդիկ, նույնպես մի անտեսեք, օգնեք այդ մարդկանց դիմելով 911 Detox Center հեռախոսահամարն է 409 9000 911։ Պատրաստ ենք։ Պատրաստ ենք։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հրաշալի րոպեներ, այս պահին ուղիղ եթերում Armenian Evening ուղիղ եթեր Սամվել Երևինյան ձեզ համար, մեզ բոլորիս համար։ Որոշել ինչ պիտի նվագեմ, բայց ինչ եկավ հենց մել։ Շատ լավ, լսենք, վայելենք։ Հայկական ժողովրդական երգ Որսկան աղբեր։ Շնորհակալություն անչափ Սամվել ջան, շնորհակալ եմ անչափ հրավերքս չմերժելու համար, մի հրաշալի երեկո անցկացնելու համար։ Մաղթում եմ հաջողություններ, իհարկե այդ շրջագայությունը թող լինեն լեփ-լեցուն դահլիճներով, հնարավորինս շատ լինեն համերգային ծրագրեր եւ իհարկե մաղթում եմ բազում հաջողություններ, որովհետեւ Սամվել Երևինյան դու արդեն դու ոչ թե կաս, դու լեգենդ ես, վարպետ։ Շնորհակալ եմ, Արմեն ջան։ Սիրելի հեռուստադիտողներիս, մենք արդեն կհանդիպենք հաջորդ 5 շաբթի կրկին ժամը 22:30 AMJ հեռուստաընկերության եթերում։ Ինչ եք անում դուք այս պայն ընդամենը 1 շաբաթ սպասում եք եւ մենք 1 շաբաթ անպայման կասենք բարի երեկո։ Եթերում Armenian Evening-ն է։ Lido Palms Resort and Spa. Оздоровительный центр в Desert Hot Springs, недалеко от Palm Springs, предлагает вам незабываемый отдых. Открытые и закрытые бассейны, джакузи, горячая минеральная целебная вода, специальный массажный кабинет, спа и бесплатная парковка. В оздоровительном центре 10 отдельных номеров, оборудованных всем необходимым для полноценного и качественного отдыха, включая санузел и кухню. Ванны с горячей минеральной водой полезны при болях в костях, отложениях солей, проблемах с нервной системой и многих других недугах. Прекрасный целебный отдых в оздоровительном центре Lido Palms Resort and Spa. Бронируйте номера заранее по телефону 760 329 60 33. Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Մոնտե Մարկետ։ Անի ջան, էսուր։ Մոնտեկանն է, Արմեն ջան։ Ես էլ Մոնտե Մարկետ։ Նոր խանութ, նոր Հոլիվուդով, հայկական տեսականի, միրգ բանջարեղեն, թարմ մսամթեր եւ համոտ գորոված։ Մոնտե Մարկետ, մաչելի գներ, հաճելի սպասարկում։